Ռոռոկման սեզոնին ընթառաջ Կառնուտի ջրամբարում մեկնարկել են Շիրակի մայր ջրանցքից պաստողնովող ջրի կուտակման աշխատանքները։ Հաշվի առնելով ջրի օրական ծավալները կանխատեսվում է մինչև մայիս Կառնուտի ջրամբարում կուտակել 17 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ձնհալից ու տեղումներից բացի Կառնուտի ջրամբարում ծավալն ավելանում է Արփի լճի ջրային պաշարների հաշվին։ Սա կոչվում է դոտացիոն կարգով ջրալորում Կառնուտի համար, որն էլ տեղ է հասնում Շիրակի մայր ջրանցքով։ Վարկյանում մինչև 3000 խորանարդ մետր ջուր է բաց թողնվում ջրամբար։ Այսպիսի ինտենսիվությամբ ջուր կուտակելու դեպքում նախնական հաշվարկներ կան, որ մինչև ռոռոկման սեզոնը հայտարարեն բացված, ջրամբարում կուտակված ջուրը լիովին կբավարարի Ախուրյանի տարածաշրջանի ցածրադիր գոտիների ցանկատարածքների ռոռոկման ջրի պահանջարկը։ Փորձը ցույց է տվել, որ Կառնուտի ջրամբարի տակ իշխող հողատարածքներին ու 16 միլիոնը բավարար է, պլյուս ընթացքում էլ ունենք նորից մուտքեր, որը բավարարում է ջրամբարի տակ գտնվող հողատարածքներին։ Նախորդ տարի Շիրակ ջրօգտագործողների ընկերությունը ջուր է տվել 4500-ից 5000 հեկտար ոռոգելի ցանկատարածքների։ Այս թվերի ու ծավալների մասին են խոսում գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերը։ Մինչև նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկը ընկերությունը սպասվում է, որ պայմանագրերը կավելանան, որովհետև պետության բուսաբուծության աջակցության այս տարվա ծրագրով մարզում տարբեր տեսակի մշակաբույսերի վարուցանքի ծավալներն են աճելու։ Կառավարության կողմից հաստատվել է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որը խրախուսում է կանանացան հացահատիկային, հատիկնդեղեն, կերային եւ աշնանացան ցորենի ցանկատարությունների ավելացումը գյուղացիական տնտեսությունը դրանով պայմանավորված բնականաբար ունենանք ցանկերի աճ, ցանկատարությունները կավելանան։ Մարզի ցածրադիր հատվածներում գյուղացիական տնտեսություններն արդեն գարնանացանի գործն են սկսել։ Բնական ու դոտացիոն եղանակներով մարզի ջրամբարներում ջուրը հիմա կուտակվում է, այս պահին կա նորմայի սահմաններին մոտ ծավալ, բայց թե ինչ կսպասվի ռոռոկման եռուն շրջանում, էլի կախված է բնությունից ու ջրային կորուստների կանխարգելումից։ Վեսպայի դրությամբ Սառնախբյուր, Վարդակար, Թավշուտ, Մանտաշ եւ Ճարջուրի ջրամբարներում բոլոր տեղերում էլ ունենք նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր եւ եղանակային պայմաններով պայմանավորված տեղումների քանակով դրանց ծավալները այդ այսօր արդեն ավելանալու են։ Մարզում մայիս-հունիսին է սպասվում ձնհալը, մասնակիցներն այդպես են ասում ու այդ ընթացքում է ջրամբարներում ջրի ծավալ ավելանում։ Վարդակարի ջրամբարում որոշակի քանակի ջուր կա, իսկ Սառնախբյուրում ջրալորումներ դեռ չկան։ Առայժմ մերյալ ծավալի ջուրն է, որով գնացել է ձմեռացման։ Փառք Աստծո, այս տարի Վարդակարի ջրամբարում ունենք մուտք 250 լիտր վարկյանում եւ ունենք կուտակված մոտավորապես 1.5 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ Սառնախբյուրի մասով կարող եմ ասել, որ Ձնհալքը հələ չի սկսվել, այնտեղ սառած է, բարձր է, որտեվ այնտեղ այս պահին տատար է։ Սպասենք տեղումներին եւ Ձնհալքին։ Մանտաշի ջրամբարում այս պահին եւս նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր կա կուտակված, ճիշտ է, տարբերությունը շատ չէ, բայց նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր կա կուտակված եւ դա հնարավորություն է տալիս, որ այն սեզոնին, երբ որ ջրապահանջարկ կա, անհրաժեշտություն կա ջրի, այդ սեզոնին ավելի շատ ջուր կունենանք կուտակված։ Բավարար քանակի ջուր կուտակում են, բայց սովորաբար չի հերիքում, որի պատճառները մեծամասամբ ջրային կորուստներն են։ Շիրակ ջրօգտագործողների ենթակայության տակ գտնվող ջրատարների ու կուտակիչ ավազաններում մաքրման, ամրացման աշխատանքներ տարել են։ Աղբից ազատել են տարածքները, նույն խնդիրն ունեն նաև Շիրակի մայր ջրանցքի ջրատարները, որոնցում մեծ ծավալի կենցաղային աղբ է կուտակվում ամեն տարի։ Շիրկանալի կողքով անցնող գյուղերի կամ գյուղերի միջով անցնող այդ գյուղերի ազգաբնակության խնդրանքով է այդ աղբը մի լցնեք այդ կանալը ամբողջությամբ գնում է Կառնուտի ջրամբարը։ Աղբամանները դրած է, որ գյուղով անցնում ես աղբամանները դրած է։ Աղբը փոխանակ շիրկանալը ուղղորդեք աղբամանները, դժվար է ինչ է։ Ամեն տարի մաքրում ենք այդ պլաստիկ շշերը, որը թունավորում է։ Ջրամբարներում տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ եւս ամեն տարի կատարվում են, դրանցում վերակառուցման, վերանորոգման լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։ Պատվարի ամրացում է իրականացվում միայն Արփիի ջրամբարում, որով պայմանավորված ջրի մակարդակը նվազեցվել է։ Մինչև ռոռոկման սեզոնը աշխատանքները կավարտվեն։ Մարինե Դիրբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։